Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Հասարակությունը հենց այսպես է դեգրադացվում, երբ որ քաղաքականության մեջ նոր որ դնող մարդիկ միանգամից իրենց վերագրում են մի ամբողջ 136 տարվա քաղաքական ուժի վերաբերյալ սուտ եւ այլանդակ սուտ, եթե լավ էլի եք ասում, ուրեմն այլանդակ սուտ տեղեկություններ տարածելով փորձել ներկայացնել իրենց վերջին օրերի սրբերի տեսքով, երբ որ հենց իրենց կառավարման ժամանակահատվածում մի ամբողջ սերունդ է ոչնչանում, մի ամբողջ պետականություն է կործանվում, մի ամբողջ երկիր է ներխուժում թշնամին եւ օկուպացված պահում։ Ու այս մարդիկ այսօր շարունակում են իրենց պահել, կարծեք թե իրենք իշխանություն չեն եղել։ Մեղադրում են ընդդիմությանը, տարբեր ուժերի, որ Արցախը հանձնվեց։ Եթե դուք իշխանություն չէիք, եթե դուք իշխանություն եք եւ ձեր պատասխանատվության տակն ու հանձնվել է, էլի մեղավորը դուք եք։ Եթե դուք իշխանություն չէիք, ապա ով էր ձեզ իրավունք վերապահել խոսել Արցախի ժողովրդի անունից։ Այս ամենին անշուշտ պատասխան կտրվի իշխանափոխությունից հետո եւ նաեւ թե որ երկրի ու որ կազմակերպությունների գործակալներ եք դուք եղել։ Նկատի չունեմ բոլորին, նկատում եմ հատկապես նրանց, ովքեր հետևողականորեն հայ երիտասարդին, հայ մորը, հայ ժողովրդին օգտագործում են իրենց իշխանությունը պահելու համար։ Բայց քանի որ կենտրոնական ընտրական հանձնաժողովի զեկույցի քննարկումն է եւ չափազանց կարեւոր է առաջիկա ընտրությունների շրջանակում առավել առարկայական խոսել ընտրական միջավայրի մասին, պարոն Հավակիմյան, ես երկու հարցի վերաբերյալ եմ ուզում իմ ելույթում խոսել։ Առաջինը բարեգործության արգելքի եւ վարչական ռեսուրսների չարաշահման մասին է։ Այս երկուսը ես ինչու եմ դիտարկում նույն հարթության մեջ, որովհետև երկուսի կարգավորումն էլ ընտրական օրենսգրքով հստակ է եւ արգելված է եւ պայմանավորված չէ բացառապես մայիսի 8-ով, երբ որ արդեն օրինական քարոզարշավն է սկսվում։ Վարչական ռեսուրսը, ինչպես օրենսգիրքն է ամրագրում, ֆինանսական, նյութական, վարչական լիազորությունների սահմաններում հանրային պաշտոն զբաղեցնող անձի հնարավորությունն է, որ նա պետք է կամ ավելի ճիշտ գործադրում է այս ընթացքում եւ շատ ուղիղ է արգելքը դրված։ Բացարձակ կապ չունի մայիսի 8-ից օրինական քարոզարշավի հետ։ Ամսի 8-ից հետո ընդամենը խոսքը հետեւյալի մասին է, որ բոլոր ռեսուրսները պետք է հավասար հասանելի լինեն, բայց բոլոր դեպքերում արգելվում է դրա չարաշահումը։ Հիմա երբ որ դպրոցի ուսուցչուհին տնօրենը որևէ կերպ ենթարկվում է ճնշման, այս ընթացքում դա վարչական ռեսուրսի չարաշահում է, ուղղակի չարաշահում է։ Դուք ասում եք չենք արձանագրել, բայց համացանցում այդ կան, որ տարածվում են, այդ նյութերն ինչի մասին են։ Բայց դա պետք է հետևեիք։ Կամ երբ որ հակակոռուպցիոն կոմիտեն այսքանի ժամանակ անդադ ասում է, չէ՞ դրա մասին, բարեգործական արգելքը, բարեգործություն իրականացնելու արգելքի մասին եւ այլն։ Հիշում եք, այս ամբիոնից ես բարձրաձայնել եմ այդ մասով, այդ հարցով եւ դիմել էինք սահմանադրական դատարան։ Ու ձեր ձևավորած սահմանադրական դատարանը գիտեք ինչ է պատասխանել։ Մենք կիսում ենք դիմումատուների մտահոգությունը, անթույլատրելի է բարեգործական անվան տակ նախընտրական քարոզչություն իրականացնել եւ այլն։ Բայց քանի որ առարկայական գործ չկա, հետեւաբար մենք չենք կարող անդրադառնալ այդ հարցին։ Այդ հիմքով մերժել են դիմումի վարույթ ընդունումը։ Մենք իրենց դիմել ենք, ասում ենք բարձր դատարան, տուր ունես մեկնաբանություն, որ իրավահպատակ վարքագիծ ունեցող քաղաքական ուժերը մարդիկ այդ մեկնաբանության շրջանակներում գործեն։ Իրենք ասում են, դե քանի որ կոնկրետ գործ չկա,
Հետաբար չեն քննում այդ գործը։ Խնդրեմ կոնկրետ գործերը։ Հիմա է քննելու։ Ոչ, չեն քննելու։ Հակառակը Հակակոռուպցիոն կոմիտեն, քննչական մյուս մարմինը, իրավապահ մարմինները հետևողականորեն ընկած են իշխանությանը քննադատողների, իշխանությանը դատապետողների հետևից եւ փորձում են ամեն կերպ մի բան գտնել։ Տելևիզոր կլնի անունը դրած, չգիտեմ ինչ կլնի անունը դրած, ամեն մի անվանումներ կպցնելով ամեն ինչ կարող են անել։ Սա է իրականությունը։ Սա իրավապահ մարմինների վարքագիծը այս օրերին խայտառակություն է, ուղղակի խայտառակություն, երբ որ հսկայական ոստիկանական գվարդիան ուղեկցում է կառավարության ղեկավարին, երբ որ դա վարչական ռեսուրսի չարաշահում չի, պարոն Նովակիմյան, օրենքն ասում է ընդամենը հատուկ պահպանության ենթակա անձանց այն կանոնները, որոնք որ ուղեկցման ընթացքում կարող են լինել, ամբողջ մի ոստիկանական գվարդիա, ինչ է անում ընդ է։ Մյուս կարևոր հարցը, այս իրավապատակ վարքագծի տեսակետից, տեսեք, պարոն Նովակիմյան, պատահական չտվեց այդ հարցը։ Դուք ասում եք, չափազանց կարևոր է, որպեսզի հայտարարագրման, թափանցիկության կանոնը լինի։ Այո, ես էլ եմ գտնում, որ պետք է լինի ու պարտադիր է լինի։ Նախընտրական շրջանում ցանկացած միջոց, որ ծախսվել է, այո, դա պետք է հրապարակային լինի, դա պետք է հայտարարագիր ունենա եւ պետք է հրապարակվի։ Ու հետևից էլ երևա ֆինանսավորման աղբյուրը։ Բայց դրա համար ենք դիմել ձեզ։ Ասում ենք պարզաբանում տվեք։ Նախընտրական շտաբում կամավոր աշխատանքի մասին այս պարլամենտ, այս մեծամասնությունը քվեարկել ընդունել է, այդ թվում նաև ընտրական գործընթացներում ներգրավելու մասով։ Ինչ կանոններով են կամավորները ներգրավում, ինչպես են հայտարարագրելու իրենք, կուսակցությունները, վատ բան ենք հարցնում, ասում եք տվեք հստակ կանոններ, որպեսզի այն ուժերը, այն անձինք, ովքեր որ ուզում են իսկապես իրավահպատակ վարքագիծ դրսևորել, այդ կանոններով գործեն։ Հակակոռուպցիոն կոմիտեն մի հատ սև սենց արկղ իր համար ստեղծել, մեկ էլ օպլա, մեկի նկատմամբ ներկայացնում մեղադրանք, եղբայր, հրապարակի, քո կանոնները հրապարակի, որպեսզի մարդիկ անակնկալի չկան, եւ նրանք, ովքեր որ հակաիրավական վարքագիծ դրսևորելու մտադրություն ունեն, հասկանան, որ անխուսափելի է պատասխանատվությունը։ Իսկ նրանք, ովքեր ուզում են իրավապատակ վարքագիծ դրսևորեն, իմանան, որ այս ձևով շարժվելով իրենք խնդիր չեն ունենա։ Բայց դա ձեռք չի տալիս։ Ես նկատեմ իշխանությանը, ոչ, իրենց ձեռ է տալիս սև արկղում պահել բաներ, որ ցանկացած ժամանակ անակնկալ մատուցեն։ Մի հատ էլ հմեկի ռեպորտաժներ պատրաստեն։ Այ հարայ հասեք, այստեղ ընտրակաշառքներ են բաժանվում, այստեղ բարեգործություն է կատարվում, այստեղ չգիտեմ ինչ է լինում։ Ամենամեծ ռեսուրս տիրապետողը իշխանությունն է։ Իշխանությունը ինքն իրանից պետք է սկսի։ Եթե իշխանությունը ինքն իր համար սահմանափակում չի դնում, ոչ բարոյական, ոչ քաղաքական, ոչ առավել ևս իրավական տեսակետից չունի այդ իրավունքը պահանջելու դիմացինից։ Իսկ իշխանությունը դնում է այդպիսի պահանջ իր առաջ։ Դուք այսքան ժամանակ տեսել եք, որ իշխանության որևէ ներկայացուցիչ ազատվի աշխատանքից այս ընթացքում ընտրողների նկատմամբ ճնշում գործադրելու։ Այսինքն չի եղել։ Ամոթ է, որովհետև այնքան հայտնի դեպքեր կան, համացանցնել է լծված, գոնե օրինակի համար ելեք ասեք, այ տեսեք այս մեկը սխալ է արել, պատժել ենք։ Ես բերեցի ուսուցչի օրինակը, այն ուսուցչին, որ ազատեցիք աշխատանքից։ Ձեր մասին չեմ խոսում, ով է ազատել աշխատանքից այդ մարդուն, գիտության կրթության նախարարը։ Սիրելի գործընկերներ, խնդրում եմ։ Լավ, քանի որ դուք շատ եք եւ աղմուկը շատ է անընդհատ
Հնարավոր չի լինում բոլորին անդրադառնալ, արձագանքել։ Ուղղակի ժամանակն էլ ավարտվեց։ Ես կարծում եմ, երևի խմբակցության ելույթում էլ կանդրադառնամ, ելի մի քանի կարևոր հարցեր կար։